Քոչարյանի հայտարարությունների մասին Տիկին Մինասյան։ Վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը եւս պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին ու ասաց, որ չի հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս գործող իշխանությունը չհեռանա։ Դուք որպես իշխանության ներկայացուցիչ նախ ինչպես կարծիք եք այդ հայտարարությունը։ Ու ինչպիսի զարմանք Հայաստան դաշինքի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է։ Ապշած ենք բոլորս, սենց տեղեկատվություն դարի լուրն է ուղղակի։ Իսկ չի հանգստանալու մասով իհարկե Ռոբերտ Քոչարյանը չի հանգստանալու։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը չի թողելու, որ նա հանգստանա, մինչև պատասխան չտա իր կատարած աշխատանքների համար։ Ասում են նաև սխալներ ունեն, որոնց համար պետք է պատասխան տան։ Ինչ սխալներ ունեք ու արդյոք պատրաստ եք այդ։ Մենք մեր սխալների մասով պատասխան տվել ենք, մեր սխալների համար հրաժարական ենք տվել, գնացել ենք ընտրությունների, այդպիսի քաղաքական պատասխանատվությունը մակընկալում ասողից, որը ոչ մի անգամ, գեթ մեկ անգամ հստակ չնշեց իր կատարած սխալների մասին, ավելին ասեմ, երևի իրականությունը ընդունել է, հասկացել է, որ իր սխալների արդյունքում հասարակությունը ընդհանրապես դեմք էլ տանել չի կարողանում եւ որոշել է այդ հասարակությանը մոլորեցնի ասելով, որ կարիք չկա ինձ սիրելու։ Ես գիտեմ, որ դուք օրինակ ինձ չեք սիրում, բայց օրինակ առաջնորդին պետք չի սիրել, առաջնորդին պետք է ինչ անել։ Ասում եմ ուրիշ մարդիկ կան սիրելու համար։ Առաջնորդը պետք է լավ է։ Մի փոքր այդ խոսույթի կլասի լինելուն չեմ ուզում էլի անդրադառնալ, չգիտեմ, ասենք արտաքին քաղաքականության վերաբերյալ երթումներով խոսել պապայի արև, մամայի արև, ես չեմ հասկանում, ուղղակի ամեն անգամ ապշում եմ, երևի ճիշտ էր անում երկար ժամանակ, որ լռում էր, այս 10 տարիների ընթացքում շատ քիչ էր հանրային խոսում, որտեղ ամեն անգամ խոսելիս մենք բոլորս sense գլուխներս պատին ենք տալի, ոնց այս մարդը մեր երկրի նախագահն է եղել, սկանը։ Տիկին Մինասյան, ձեր խմբակցության ու կուսակցությանը մեղադրում են նաև վերջին շրջանում այսպես կոչված ձեր մարզային տուրերի համար, ասում են, որ այդ ամենը իրականացվում է պետբյուջեի հաշվին։ Ինչ միջոցներով է այդ տուրերը իրականացվում։ Չկա գեթ մեկ լումա պետբյուջեից տված ոչ թե մարզային տուրերին, այլ ներկուսակցական քարոզարշավին կուսակցության միջոցներով է իրականացվում։ Գիտեք, որ կուսակցության միջոցներն էլ գոյանում են բոլոր կուսակցականների նվիրատվություններից ամսական եւ այդ առիթով ընդհանրապես որևիցե խնդիր չի կարող լինել եւ այդ ասողներին խնդրում մի անգամ հարցում անել կուսակցություն եւ տեսնել թե ինչքան է ծախսվում ինչի համար եւ նույն հարցումները խնդրում եմ ուղարկել օրինակ այդ նույն տուրեր իրականացնող այլ կուսակցություններին, որոնք ընդհանրապես որևիցե հաշվետվություն ներկայացնելու միտում չունեն մինչ այժմ, ստեղծում են նախաձեռնություններ, որոնք կուսակցությունների կանոնակարգերի տակ չեն մտնում եւ այդ նախաձեռնություններով ու հիմնադրամներով ֆինանսական շարժեր ցույց տալիս, որպեսզի չկարողանան ընկնել այդ կուսակցությունների սահմանափակման տակ, իսկ գիտեք, որ կուսակցությունները իրենց գործունեության շրջանում առավել քան թվային տվյալներով տենց սահմանափակումներ ունենք, էլի, ով ինչքան կարող է նվիրատվություն անել, որ երկրից կարող է նվիրատվություն անել, արդյոք դրսից նվիրատվությունները թույլատրված են թե ոչ, եւ այլն մի շարք սահմանափակումներ, որոնք ոչ կուսակցություններին են հատուկ եւ ես այդ քարոզարշավին միտված հարցերը նույնական ակնկալում եմ բոլոր լրատվականներից եւ այդ քաղաքական խոսույթ գեներացնողներից տալ այլ կուսակցություններին, որոնք նույնպես քարոզարշավ են իրականացնում նույն ավտոբուսների մեխանիզմով օրինակ։ Նաև վերջերս որոշում կայացվեց, որ ապրիլի 1-ից թոշակներ են բարդանալու առողջապահության համընդհանուր ապահովագրության այս ծրագիրը, ասում են, որ ընտրություններից առաջ պրոցեսներ են, փորձում են այս ձևով գոհանալ, ինչպես կարծեք։ Հստակ միայն ընտրություններից առաջի հարցը չի, նաև ասում են, որ ընտրություններից հետո չի լինելու դա, շատ մեծ ծիծաղ է առաջացնում այդ միտքը, որովհետև իհարկե քանի որ ընտրություններից հետո նրանք շանս չունեն գալու եւ մեր քաղաքականությունը շարունակվելու է, մենք միտում չենք ունենալու, չէ՞, այդ դրանից հրաժարվել, օրինակ թոշակների բարձրացումից կամ առողջապահության ապահովագրությունից, հետեւաբար եթե նրանք կարծում են, որ նրանք են գալու իշխանության եւ չեղարկեն այդ որոշումները, կարող են այդ կարծիքի հետ համակարծիք լինել, բայց բնականաբար օրենսդրական մեխանիզմներով էլ է արգելվում մարդուն օրենք փոխել օրինակ մարդու եկամուտները նվազեցնելու միտում, եթե կա այդտեղ։ Նաև այս պահին մի շարք կուսակցություններ են արդեն հայտարարել իրենց մասնակցության մասին ու նրանց շարքերում կան դեմքեր, ովքեր նախկինում չեն զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դուք օրինակ որ կուսակցությանը կամ որ վարչապետի թեկնածուին եք դիտարկում որպես ձեզ արժանի մրցակից։ Ճիշտ ասած չկարողացամ ընտաբերել մի քիչ ավելի շատ լայն տարածում ունեցող կուսակցությունների մեջ
դեմքեր, որոնք որ չեն եղել նախկինում, հիմնականում Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի մեջ հենց ամբողջությամբ Սամվել Կարապետյան անունը աֆիլացված է նախկինների հետ եւ եկեք չխաբենք այս ժողովրդին Սամվել Կարապետյանի եղբայրը եղել է ՀՀԿ Գերագույն խորհրդի անդամ, հետո Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար 10 տարուց ավել կարծեմ, հետո դրանից հետո ընտրվել է ռեյտինգային համակարգով, պատգամավորելի ՀՀԿ խմբակցությունից, այդտեղ տենց մի քիչ մանիպուլացնելու միտում եմ տեսնում քաղաքացիներին, որ մենք ոչ մի կապ չունենք միմյանց հետ եւ ես կարծում եմ, որ նրանց դաշինքով գնալու պարագայում մենք տեսնելու ենք շատ ու շատ հին դեմքեր։ Եկեք չխաբենք քաղաքացիներին։ Գագիկ Ծառուկյանը Նոյան Տապան է առաջարկում կառուցել։ Դա միայն ծիծաղ է առաջացնում, չեմ կարող ուրիշ մեկնաբանություն տալ, էլի հին դեմքեր, էլի նույն քաղաքական ծրագրերը, ես այդտեղ քաղաքացուն շփոթեցնելու համար կառաջարկեմ ուղղակի ծրագրերին նայեք։ Ծրագրերին նայեք ոչ միայն տնտեսական, որովհետև էլի նույնական հեքիաթներն են, եկեք լինենք չաղ եւ բախտավոր, այլ քաղաքական, օրինակ անվտանգային հարցերով, արտաքին քաղաքական ուղղվածությամբ եւ այն շեղումները, որ փորձում եք գտնել միջև, կտեսնեք, որ ընդհանրապես չկա։ Իսկ այտենց նույնական երթում եւ հավատարմության տուրք է այդ քաղաքական ծրագրերի մեջ մենակ մի կենտրոնի։ Շնորհակալ եմ։